Գիտեք, մի անգամ չի որ խոսացել եմ, էլի խոսեմ, հիմա այդ որ բացում ենք 4-րդ հանրապետությունը, նորից եմ ասում, կարող եք ասել ինչի ենք 4-րդ հանրապետությունը բացում, ինչ է եղել 3-րդի հետ, ոնց է մեկը ինձ ասի, քեզ փակում ենք, հետո քեզ բացում ենք, պետք է զգեստս փոխեմ, պետք է գիտելիքներ հավաքեմ, չգիտեմ, ինչա պետք է նիհարեմ, պետք է չաղանամ, սահմանությունը դուրներ չի գալի, կա հոդվածները, հարաքվեանեք հոդվածները փոխեք, պրեամբուլան դուր չի գալի, հռչակագիրը կարող եք հարաքվեանեք փոխեք, բոլոր օրենքները կարող եք լրացումներ և փոփոխություններ կատարեք, կանեք հանրապետությունը փակելը որն է, ցարական հեղափոխություն արեցին, ցարական Ռուսաստանը չկար, ստիպված հանրապետություն, առաջին հանրապետությունը ստեղծվեց, չասեցինք էլ առաջին, ասենք Հայաստանի հանրապետություն, մտանք Ռուսաստանի մեջ, մտանք Սովետական միությունը իր ամեն ինչ ուներ, և սահմանադրություն ունե, և ամեն ինչ ուներ, ինչու չհայտարարեցինք երկրորդ, ասենք Սովետական Հայաստան ենք դառնում, չփակեցինք ոչ մի բան, Սովետական միությունը փլուզվեց, այդ երկիրը չկա, ստիպված բան արեցինք, ստիպված Հայաստանի հանրապետություն հռչակեցինք, հռչակագիր գրեցինք, սահմանադրություններ, սկսեցինք օրենքներ անել, Սովետական միությունը չկար, ինչ անեինք բան, չկար, հիմա մեր երկիրը կա, ինչ եք փակում, հետո նորից բացում, կարող է փակում եք Ադրբեջան բացենք, ես չգիտեմ, կարող եք փակում, ինչ է խանգարում, ոնց մեկ ինձ ասի փակի, քեզ բացենք, կամ մի հատ, չգիտեմ, ավտոբուս, կամ մեքենա, ջարդի ավտոբուսը ասենք, շատ են սիրում հիմա այն քաղաքապետարան ավտոբուս բան, մի հատ ավտոբուս ջարդի, ասի պետք չի փակում եմ, ջարդի, հետո ասի նորից գնում եմ, պրոստը այն մարշրուտով էր գնում, հիմա պետք է այս մարշրուտով գնա, հա մարշրուտը փոխեիր, մեքենա խեիր, ավտոբուսը խեիր ջարդում, հասկանեք, կա պետություն կա, որ փակում ես, բացում ես, ինչն է փոխվում, ինչը չես կարա հիմա փոփոխություն, շենքեր քանդում կառուցում ես, շենքերին քեզ պետք, հիմնարկությունները բացում փակում ես, սահմանադրություն հարաքվես անում փոխում ես, օրենքներ, լրացումներ, փոփոխություններ ամեն շաբաթ անում եք, ես կասկած ունեմ, շատ մեծ կասկած ունեմ, որ 300,000 ադրբեջանցի է գալու, իլի չգիտեմ լիքը բաներ, այդ հնդիկներ, որ դուք ասացիք իրանք ունեն ձայն տան, ես չգիտեմ, կամ անձնագրեր եք ինչ տպագրում բերում, այդ կամը Վրաստանում բռնել են, ինչ կամը չեն բռնել կան, ստեղ են, կամ ինչ կամը դեռ կբերեք, Մարգարայի կամուրջը բացվեց, ընդեղից ինչ կամով 3 անգամ բացվել է, ընդեղից ինչ գիտեք ով ինչ ա բերել, ինչքան անձնագրեր ա բերել, ես է կասկածում եմ, ասում եմ բան եք անում, Հայաստանի հանրապետությունը փակում եք, որ Ադրբեջան բացեք, խեք փակում, ինչն է դες խանգարում, ՍՊԻ-ի ինչա փակես, բացես, Հայաստանի հանրապետությունը պատերազմի մեջ է, պատերազմել ենք, հաղթել, վեցրել են, միացնում են իրանց հետ, փակվում է մերը, լուծվում ենք ուրիշ պետության մեջ, ինչի, կանք, մենակ ինչի ինձ ջնջեք, ոնց եք ջնջում ինձ, հետո նորից ինձ ստեղծում, ոնց կակ ինձ ջնջեք, կա, այս պետությունը կա, փակում ես ինչ բացես, ուզում եմ հասկանամ, ինչ պետք է, ոնց պետք է Հայաստանը փակես, ուրիշ հանրապետություն բացես, ուրիշ ես մտքովս բան չի անցնում, մտնեք Ռուսաստանի մեջ, փակվում է, Ռուսաստանի կոնստիտուցիա, Ռուսաստանի սահմանադրությունը, Ռուսաստանի բանը, մտնեք Ադրբեջանի մեջ, բայց եթե կանք, կարող ասեք, ես կասկած ունեմ,
Ես շատ խիստ կասկածում եմ, դուրս չի գալի։ Նա մանավանդ այն մարդիկ, որ կան ինչ մի բան կազմակերպեն, խոսան, ասենք թուրքը մտավ, ոնց որ Արցախ մտավ, հիմա այս Սյունիքը փակվի, բարձրանա Հայաստան մտնի։ Եկեղեցի ուզում եք չլինի, որ մարդիկ վազում են եկեղեցի, ուզում եք ալիգարխներ չլինեն, Սամվել Կարապետյանի նման կամ Ռուբեն Վարդանյանի նման, որ կազմակերպեն մի բանով օգնեն ժողովուրդը մի բան կազմակերպվի, չգիտեմ, ուզում եք գոռալով վախեցած վեշրվեցնեն, փախնեն։ Ոնց են մտել Արցախը, ասեցին կես տարի կա, հունվարի 1-ին նոր լուծարվում է Արցախը, բայց մարդիկ 2 շաբաթում, թե մի շաբաթում բոլորը եկան, որտեվ մտել էին մորթելով գալիս էին։ Գյուղերը մտել են մորթերով գալիս են, մարդիկ միանգամից դուրս եկան, շատերը շորմոր չեն վեցրել։ Ես ասում ինձ արցախցին պատմել է, որ գնացել էր խանութ, խանութից ճանապարհին, խանութից տուներ գա, ճանապարհին տնեցին է, տեսան մեքենայի մեջ, ասեցին բան այդ մենք շուշուտ նստի, թուրքերը մորթերով գալիս են, Հայաստան են գնում, տուն չմտա։ Մարդիկ պատվալում պահկված են եղել, որ էսա թուրքը գալիս է, կան, որ տան հայրը մահացած է եղել, երեխեքով կինը պատվալում պահկված է եղել, որտեվ էսա թուրքը գալիս է, թեկուզ հունվարին պետք է լիներ, հունվարին է Արցախը բան լինում էր լուծարվում իրանց ասածով, բայց իրանք արդեն մի քանի ամիս առաջ վախեցած պահկված եղել, տղամարդ չկա, մեքենա չկա, որ բելի Հայաստան պատվալում երեխքի հետ ապրել է։ Հետո մինչև վերջում ավտոբուս են ուղարկել Հայաստանից, ավտոբուսով եկել է։ Մորթելով գալիս է, մարդը պահկված երեխեքի հետ պատվալում, ասելա գալիս են ինձ մորթեն։ Իսկ են ուզում է Արտուր անի, արցախցիները չէին ուզում Արտուր անեն, արցախցիները մեխանիկորեն մեջն էին Ադրբեջանի մեջն էին Արցախ Ադրբեջանի մեջ էր։ Այդ ինչի փախան բոլորը, եկան, քանի ամիս ունեին գալու, մի անգամից եկան, ինչի։ Իսկ հայաստանցիները կապրեն, հայաստանցիներց հետ կապրեն, հա։ Արտուր եք որոշել անել։ Դե կտեսնենք կանենք Արտուր, թե չկանի։ Հա, գրզան կանի, ինքը հիմա էլ է Տուրքիայի հետ անում։ Երբ որ պետք լինի ինքնաթիռեր ունի կթռնի Հայաստանից, բայց դե ինքը նենց է բիզնես է անում։ Արցախը չտեսակ ինչ եղավ։ Նա Ադրբեջանի կազմում էր հենց։ Նա ինչ-որ թշնամի չէր, Հայաստան չէր, թշնամի չէր, նա իրանցն էր։ Տեսակ ոնց փախան, եկան։ Նա մտածեք, Սյունիք ուզում եք ասեք, Սյունիքին ուզում եք ասեք Զանգեզուրի ճանապարհ, ուզում եք ասեք Միջանցք, ուզում եք ասեք Ուղի, ուզում եք ասեք ճանապարհ, ինչ ուզում եք ասեք։ Տուրքը տեղից մտավ, զենքով կամաց առաջ է գալու։ Ինչ ուզում եք ասեք, այն որ ասում եք տեխնիկա կա, սկաներներ են լինելու, այնտեղ մարդեր պետք չի որ կանգնել, այդ սկաներները ով է պատասխանատուները, այդ սկաներները ով է սկաներոց անելու, ում այդ տվյալները գնալու, որ զենք մտավ, այդ զենքը մտավ Ադրբեջանի կողմից, Նախիջևանի կողմից դուրս եկավ, թե դուրս չեկավ, մնաց մեր տարածքում։ Այդ սկաներները ով անել, ով է սկաներոց անելու, ով է հետևելու։ Սկաներոց արեցիր, անօրինական բան է անցնում, եկել է պայթացնում է, եկել է ասում է ես ստեղ պայթացնում եմ, վсё։ Այն ոնց են, իրանց մոտ կա չէ այդ բաները, ոնց է դրանց անունները, որ իրանց շեհիդը թե իրանց պայթացնում են, իրանց հետն են պայթացնում։ Եկել եմ ստեղ պայթացնեմ, իմ դինամիկ դնեմ։ Սկաներն է բռնելու դրանց, հա, ձերբակալելու։ Հետո արդեն անօրինականություն է, ով է ձերբակալում, որ պետությունում են դատում։ Մեր տարածքն է, մենք պետք է չէ դատենք։ Մենք այնտեղ լինելու ենք, մեզ իրանց տալու են։ Ոչ ճանապարհ, ոչ կալիդոր, ոչ մի ձև։ Մի բան ասեմ, հա, ինչի կարիք ունեիք։ Փոքր պետություն եք, մի ճանապարհ մեզ լրիվ հերիք է Իրանից, Վրաստանը բացում փակում Լարսը, Մարսը, չգիտեմ։ Ինչի կարիք ունեիք, ինչ չէր հասնում այստեղ։ Մեծ պետությունները շատ ապրանք ունեն տանելու, բերելու, շատ է ճանապարհ ապեր։ Փոքր պետություն եք։ Ինչի կարիք ունեք, ձեզ ճանապարհները խանգարում են։ Ինչի կարիք ունեք։ Լոգիստիկան էժանացրեք ուրեմն։ Եթե ինքնաթիռը թանկ է, ինքնաթիռը դրեք բանի տակ, դեպոզիտի տակ, ինքնաթիռ արեք,
ինքնաթիռի գումարը էժանացրեք։ Թող սիբիստոյմսից քիչ լինի։ Ինչ ա եղել։ Ինչ ապրանքի կարիք ունեք, չէի կարողանում բերեք։ Կամ չէի կարողանում տանեք։ Հիմա դե լարսը փակում եք, ձուն ա լինում փակվում ա։ Բայց թող ինքնաթիռով լինի, չիզերան։ Ինչ ա եղել։ Ինչ ճանապարհի կարիք ունեք, մեծ պետությունա շատ ճանապարհ ա պետք, փոքր պետությունա ճանապարհները քիչ են, իրաներ շատ պետք չի։ Это որ Եվրազեսում իտակ դայլ ուզում են անդադ Ալիևը Ադրբեջանը մտնի Հայաստանի ճնշում են ինչի թույլ չես տալի բան ՕԴԿԲ Եվրազիա ինչի համար որտեղ մեծ պետություններ производствան մեծ է շատ ունեն արտուր անելու ժողովուրդը շատ է շատ ունեն բան վաճառելու եւ ժողովուրդը շատ է շատ արտադրում շատ ունի վաճառելու մեծ գումարներ է խաղում Հայաստանը փոքր է ապրանքների քիչ է պետք, քիչ էր արտադրում, որտեղ քիչ է մարդիկ։ Ինչ ա եղել, ինչի կարիք ունեիք, ինչ ճանապարհները փակա, ինչ է դες խանգարում, ինչ չունեիք։ Իրանց է պետք է նամանալ ու նայում ես մեր համար ճանապարհ չի բացվում, բացվում է մենակ իրանց համար։ Ոչ մեկ Ադրբեջան ու Տուրքիայի սահմանով չի գնալու ոչ մեկտեղ, Բաքու չի գնալու ոչ մեկ, Բաքով հասնել Ռուսաստան չի անելու ոչ մեկ դա։ Հլա այդ ճանապարհը վրցածն էլի են ճանապարհ ուզելու։ Էլի Ալիևը ասել է, որ լինելու է երկրորդ, երրորդ։ Հաջողություն ձեզ։